Այլեն ես քեզ արդեն 1000 անգամ զանգել եմ։ Վստահ եմ, որ տեսել ես ու չես ուզում պատասխանես։ Իհարկե պարզ է պահվածքիդ պատճառը, բայց ես քեզ զգուշացնում եմ։ Մենք հանդիպելու ենք, ուզես թե չէ։ Ես Եվային նկարչության եմ բերել տարածքում եմ։ Բարև։ Ես մենակ ես տանը։ Մենակ եմ։ Կամերաներ չկան, ձայնագրող սարքեր չկան։ Այսինքն Էլեն ջան, ես քեզ դեռ օրորոցից եմ ճանաչում։ Ու քո դեմքի արտահայտությունից պարզ երևում է, որ եկել ես ինչ-որ բան ասես։ Ու իդեպ լավ բան չես ասելու։ Ասեմ ավելին, ճանապարհից մի քանի անգամ հետ ես դարձել, մտածելով, որ կգաս, կպատմես, ու ես քեզ դուրս կշպրտեմ տնից, հմ? Ես սկիզբը ասեցի, գործդ հեշտացրել եմ, շարունակի։ Սուսի դու շատ լավ գիտես, որ ես Էդային իսկապես սիրում եմ, ու իր հանդեպ կեղծ չեմ։ Երբ որ բոլորդ իրան մեղադրում էիք, ես էի իրան պաշտպանում։ Դու նույնիսկ չէիր հավատում, որ կորել է։ Հա, հիշում եմ, հուզվել էիր։ Այդ տեսել ենք հետո։ Հա, ես սիրել եմ նվերին, բայց այդ ընդհանրապես կապ չուներ Սեդայի հետ։ Ես ինձ ոչ մի ավելորդ բան թույլ չեմ տվել, իմանալով, որ նվերը ընկերուհուս նշանածն է։ Ես մեղավոր եմ գուցե նրա համար, որ չեմ զանգել նվերին, ասել, որ կորել է Սեդան, բայց դե մտածել եմ նվերը կգա, կվիճեն ու մանկական անհեթեթ բան կստացվի, մենակ դրա պատճառով։ Շատ մանկական է։ Լավ, հիմա ասա ինչի համար ես եկել։ Մի նախադասությունով ասա Էլեն։ Նվերը ուզում է, որ ամուսնանանք։ Ինձ առաջարկություն է արել։ Ես չես զարմանում։ Չէ, չեմ զարմանում։ Ես սպասում եի սրան։ Ուղղակի ոչ այսքան շուտ։ Բաց թող! Բաց թող! Թողեք ովքեր եք դուք! Բաց թող!
Բայց դու որտեղից գիտես։ Այդ պարզից էլ պարզա։ Ինչն է պարզ։ Էլեն ջան, նվերը կախված է Մինասից։ Հա, գործ ունի, փող ունի, բայց այդ փողերը վերջանալու հատկություն ունեն։ Ու որպեսի փողը միշտ լինի, գործն էլ պիտի լինի։ Իսկ նվերի գործի երաշխավորը Մինասն է։ Այդ Մինասի զանգերով է, որ իրան վարկ են տալիս, իր հերթը առաջ են գցում, իրան գործ են տալիս, ինչ որտեղ էժան են հաշվում։ Բա իսկ ինքը այդ ամեն ինչից հիմա զրկվում է։ Ուզում ես ասես, որ մենակ դրա համար է, հա, ուզում իմ հետ ամուսնանա։ Չէ, ինչ ես խոսում։ Սիրահարվել է ու էլ չի դիմանում։ Դու զգում ես, որ ինձ վիրավորում ես։ Ոչինչ, Էլեն ջան։ Մեկ-մեկ վիրավորել ավելի շատ է օգնում։ Ինքը հասկանում է, որ դու էլ ես ընտանիքի անդամ, ու քո միջոցով ուզում է հաշտվի Մինասի հետ։ Հատուկ ես ասում։ Գիտես, այդտեղ մի տարբերակ էլ կա։ Մտածում եմ, երևի ուզում է վրեժ լուծի Սեդայից, բայց Սեդան արդեն թքած ունի նվերի վրա։ Այդ ես շատ լավ տեսնում եմ։ Այսինքն նվերը հանուն Մինասի օգնության է Սեդայի հետ նշանվել։ Չէ, ես տենց բան չասեցի։ Սեդային սիրում էր։ Դե Մինասն էլ բոնուս էր։ Իսկ ես չի սիրում։ Ոչինչ չէ, որ ես սենց ուղիղ եմ ասում։ Դու այդ ամեն ինչը գիտես։ Նորություն չի քո համար։ Ծանոթ հա հոտը, կամին է ասնում ա տեղ, հեն զգում ես որդ էինք, հա? Ծանոթ չի, քո սիրած տեղն ենք եկել։ Ականջիս ասել ես, սկսել ես բաներ հիշելը։ Էդի շատ վատ է, քեզ ասեմ իմանաս առողջությանը վնաս է։ Բա որ սկսես դեմքեր հիշել, այդ վաբշե անբուժելի ալնելու։ Մատ քեզ խորհուրդ տամ, հա։ Ավելի լավ այդ օրվա մասին ոչ մի բան չհիշես։ Էդի միայն քո օգուտն է։ Թե չէ, ոչ միայն քո, այլև ծանոթ, բարեկամ, աղբեր, քուր, սաղիդ համար վատ ալնելու։ Եղավ։ Այսքանը։
Ինչի՞ ինձ պետքա պարապմունքից վերցնես։ Դուրս եմ եկել մենակ եմ։ Եվա կներես, խնդրում եմ դուրս արի, միտեղ նստի, ոչ միտեղ չգնաս, լսում ես, հանկարծ փողոց դուրս չգաս, միտեղ նստի, ես հիմա Էլենին կզանգեմ, կգա քո հետևից, բայց ոչ մեկին ոչ մի բան չասես, լավ։ Լացում ես։ Եվա խնդրում եմ քեզ, ուղղակի ասածս լսի, ոչ միտեղ հանկարծ դուրս չգաս, փողոց դուրս չգաս, ես հիմա Էլենին եմ զանգում, բայց խոստացի, որ ոչ մեկի բան չես ասի։ Չեմ ասի։ Կներես, արևս խնդրում եմ, կներես, էլի ստիպում եմ, որ խաբես։ Չէ, դու լացում ես։ Ամեն ինչ նորմալ է, դու մի անհանգստացի, ես հենց հիմա Էլենին եմ զանգում։ Եվա, խոստացի ինձ, որ ոչ միտեղ դուրս չես գալու։ Խելոք նստած եմ, մի վախեցի։ Լավ։ Ինչ ապուշ ես դու Էլեն։ Ինչ ապուշ։ Էլեն, արագացրու պատասխանի զանգիս, երեխեն մենակ է մնացել փողոցում, գնա հետևից, արագացրու։ Էլեն, արագացրու պատասխանի զանգիս, երեխեն մենակ է մնացել փողոցում, գնա հետևից, արագացրու։ Արագացրու գնա երեխու հետևից, նկարչության տեղն է, գնա վերցրու իրան։ Ինչ ա եղել։ Էդ քո գործը չի, արագացրու։ Ալո։ Հարութ, Սեդ, ես լացում ես։ Հարութ, խնդրում եմ, աղաչում եմ քեզ, կգաս իմ հետևից։ Հա, կգամ, ուր գամ, Սեդ, տեղդ ասա։ Ես ես գրողի տարած ճանապարհը երբեք չեմ մոռանա, այս Սևան տանող մայրուղին է, խնդրում եմ, ես շատ վախենում եմ, կգաս։ Կգամ, բայց ինչ ա եղել, ոնց ես հայտնվել այդտեղ։ Չգիտեմ, երևի էլի այդ տականքներ, ինձ նստացրեցին մեքենան ու բերեցին ստեղ։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Հիմա վախից սրտս կկանգնի, աղաչում եմ, ինչքան հնարավոր է շուտ արի իմ հետևից, խնդրում եմ քեզ։ Գալիս եմ, հենց հիմա գալիս եմ, հանգարց չանջատես հեռախոսը, լավ։ Հարութ, խնդրում եմ շուտ արի։ Շատ արագ արի, խնդրում եմ, վախենում եմ, ես շատ եմ վախենում։ Հենց հիմա գալիս եմ։ Եվ ոնց ես, բոլ ես։ Հենց Սեդան զանգեց, արագ եկել եմ։ Քո բան չի եղել։ Չէ, շատ չեմ սպասել։ Ուղղակի Սեդան ուշացավ։ Եվ իսկ Սեդան քեզ ասեց ինչի չի եկել։ Կարող է ինչ-որ բան ա եղել։ Էլեն, ասում եմ չգիտեմ։ Ճիշտն ասած, ես իր ձայնից հասկացա, որ ինչ-որ բան ա եղել, ուղղակի ինձ ոչ մի բան չասեց։
Անհանգիստ եմ։ Հասել։ Եվա Էլենը եկավ, նորմալ է ամեն ինչ։ Հա, միասին ենք։ Դու ասա ուր ես։ Բան ա եղել։ Կներես, հա, ինձ իմ պատճառով վախեցել ես, կներես։ Նորմալ ասեդ։ Ես նեղացած չեմ քեզանից։ Դու են ասա լավ ես։ Ես լավ եմ, տանը բան չասես, հա, ոչ մի բան, ու Էլենի մոտ էլ ոչ մի բան մի խոսա։ Լավ։ Ինչ էր ասում եւ ոչ էր լացում։ Կարևորը լավ է։ Արի գնանք տուն, հոգնել եմ։ Կգնանք կասկանանք ինչ ա եղել։ Էս դու ոնց որ թե դժգոհ ես, հա, որ ես եմ եկել քո հետևից։ Եվա գոնե ասա չէ, որ ինձ ված չզգամ։ Լավ էլի Էլեն։ Հետաքրքիր է, այս աշխարհում դու Սեդայից այն կողմ ոչ մեկի չես տեսնում։ Որ հարցնեմ, պապային է սիրում մամային, թե Սեդային ինչ ես պատասխանելու։ Սիրում եմ։ Դու գիտես, որ ես էլ եմ քեզ շատ սիրում, բայց չգիտես ինչի դու միշտ Սեդային ես առանձնացնում, դու ինձ չես սիրում։ Սիրում եմ։ Չեմ տեսնում։ Հանգիստ հետը տան։ Չվախենաս։ Եվ արի մտածենք ոնց ենք բացատրելու, ինչ ենք ասելու, որ ես եմ քեզ տուն բերել։ Ինչ կարևոր է ով ինձ տուն տանում։ Դե այնքանով է կարևոր, որ Սեդանը չէ քեզ տնից տարել, իսկ հիմա ինքը չկա։ Կարող է գործեր ունի։ Գոնե դեմքի հիշում ես։ Չէ, ես Եվային էի սպասում։ Միջև հասցրի հասկանամ, որ հետևումս մարդ կա կանգնած, հագցրեցին այդ մեշոկը գլխիս ու զորով տարան մեքենան, հետո բերեցին ստեղ։ Իրենք իմացել են, որ ես ինչ-որ բաներ եմ հիշել, վախացնում էին ինձ։ Դու հասկանում ես, եթե իրենք այսօր ինձ վախացնում են, վաղ ուղղակի կարան սպանեն։ Այսինքն ասեցին, որ շատ վատ է, որ ես սկսել եմ ինչ-որ բաներ հիշել։ Լավ, բայց ոնց, որտեղից են իմացել։ Չգիտեմ, ես ոչ մեկի չեմ ասել, որ ինչ-որ բան եմ հիշում։ Հարութ, դու չես պատկերացնի, ոնց եմ վախեցել։ Վերջ, արդեն հետդ եմ սետ, հանգիստ եղի։ Ինչ լավ է, որ դու եկար։ Հետդ եմ, չմտածես ու չվախենաս։ Ես քեզ շատ շնորհակալ եմ։ Ոչ մի բան մի ասես հետ, ուղղակի հանգստացի, ամեն ինչ անցավ։ Պես սրանից հետո ավելի ուշադիր ես լինում, մենակ տանից դուրս չգաս, կամ չգիտեմ։ Հարութ, ինչ անեմ։ Հո թիկնապահ չեմ վարձելու։ Հո ամեն քայլիցս առաջ չեմ վախենալու։ Չէ, ուղղակի ինձ տեղյակ պահի։ Ասա թե ուր ես գնում, որ ես իմանամ։ Ես ուղղակի չեմ ուզում, որ քո օրերը փշերի վրա անցնեն։ Իսկ կլինի դու իմ փոխարեն չորոշես։ Ես այտենց ավելի հանգիստ կլինեմ։ Ինչի։ Ինչի համար ավելի հանգիստ կլինես։ Դե որ սենց դեպքերից խուսափենք։ Հա, ես էլ մտածեցի։ Ինչ մտածեցիր։ Չէ, ոչ մի բան, ուղղակի մտածեցի, որ ուզում ես տեղս իմանաս։ Իսկ դու մտածում ես, որ մարդ կարա ուղղակի ինչ-որ բան ուզենա, հա։ Լսիս հետ, հա, ես ուզում եմ իմանամ, թե դու ուր ես, ոնց ես, հանգիստ ես, կողքդ եմ, ամեն ինչ լավ է։ Ինչ։ Չէ, հեչ, ոչ մի բան, ինձ թվում է արդեն ավել պակաս խոսում եմ։ Լսի, հաց կերել ես, սոված չես։ Չէ, այսօր բան չեմ կերել, բայց
Սով չեմ զգում, ախորժակ չունեմ, ավելի լավ է կգնամ տուն տանը կուտեմ։ Իսկ ես վախենամ, թե տուն չհասցնեմ։ Դրա համար լավ առաջարկ ունեմ, արի տեղ են գնում։ Ուր։ Ստեղ մոտիկ այգի կա։ Պապի է մշակում, նենց լավ մրգեր ունի, ամեն միրգը նկարած է, հատիկ։ Ու ոնց որ դրախտ լինի, ոչ թե այգի։ Նենց ես ասում, ոնց որ թե դրախտը տեսել եմ։ Դե չես տեսել, բայց պատկերացում ունես, չէ՞։ Հա, բայց եթե դրախտում չէր կարելի մի ծառի պտուղից օգտվել, ստեղ բոլոր ծառերից չի կարելի օգտվել, Հարութ ջան, բա որ այդ պապին մեզ տեսնի։ Դե մրգի գողը գող չի, չէ՞։ Գրքի գողը գող չի։ Գնացինք։ Ինչ։ Վերջապես ծիծաղեցիր։ Ու այդ շատ լավ է, դրա համար այս պատմությունը պետք է շարունակել, որ հանկարծ չավարտվի։ Գնացինք։ Արի քեզ ճանապարհ դնեմ ու ես գնամ։ Ժամանակ չունես։ Չէ, ուղղակի ուզում եմ մի քիչ շուտ գնամ տուն։ Դե հասկանում եմ, ընտանիք ունես, երեխա։ Մի ձևի շատ բան եմ, չէ, պահանջում ինձ։ Հավատա դիտավորյալ չեմ անում։ Ուղղակի այնքան եմ սովորել քեզ, մեր շփումը մի ձևի սահմանափակվում է, իսկ ես ուզում եմ անսահմանափակ շփում։ Ինձ ուղղակի սկսել է չհերիքել այն ժամանակը, որ տրամադրում ես ինձ։ Անընդհատ ուզում եմ հետս լինես։ Դու հասկանում ես, որ ես իմ երեխուն օրվա մեջ շատ քիչ եմ տեսնում։ Ուզում մի քիչ հետը երկար ժամանակ անցկացնեմ։ Եվ այդ չի նշանակում, որ մենք իրարից հեռվանում ենք, հասկանում ես այդքանը։ Հա, Մինաս, հասկանում եմ։ Շատ լավ եմ հասկանում, որ երեխան կարևոր է։ Հավատա, ես չեմ համեմատվում երեխու հետ, բայց մենք այն փուլում ենք, որ ես էլ ուշադրության կարիք ունեմ։ Ուղղակի իմ կյանքում միակ լուսավոր կետը դու ես, որին ես ձգտում եմ։ Հավատա։ Ինձ կիչացնես նոր գնաս։ Ուղղակի ուզում եմ մի քիչ էլ վայելել ներկայությունդ։ Լավ, իհարկե։ Նենց կուզենամ ստեղ մնանք։ Ես քեզ կօգնեմ իմ ներկայությամբ, դու էլ ինձ։ Կամ էլ կհասնենք տեղ ու ես քեզ կհամոզեմ ու կմնանք։ Լավ։ Լավ, որտե մի երեխա էլ դու ես։ Դե կա տենց բան։ Լսի դու կյանքում տալանի չես գնացել։ Չէ, իհարկե, ինչի դու գնացել ես։ Հա։ Դու ոնց որ թե մանկություն չես ունեցել, հա։ Ես մանկություն ունեցել եմ, բայց մենք միրգը շուկայից ենք գնել։ Նա ասա չես ունեցել էլի։ Հասկանում ես, շուկայից գնաց միրգը կյանքում չի կարա այս մրգի նման համով։ Նենց որ արի օգնեմ բարձացի։ Ես պիտի բարձրանամ։ Հա։ Ինչի մենակ ես պիտի տանջվեմ։ Միտքը ինձնից, գործողությունը քեզնից։ Ես քեզ ասացի, որ կգնամ տունը կուտեմ։ Սպասի, լավ, կատակ եմ անում։ Ուշադիր եղի, ես բարձրանում։ Հարութ, 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 Հարութը իչի։ Ինչ եղավ։ Իչի ձայն լսեցի, արագացրու։ Շուտ արա։ Այսօր մեզ մնքեր։ Գնացինք։ Սիրտս կանգնեց։ Դե լավ։ Ո՞ր կապաղարա։ Շուտ։
Վերջ։ Բայց սիրտս ոնց է խփում։ Նենց վախեց, հա։ Դե լավ, մի երկու հատ միտք ա, հո ոսկի չի։ Հա, ճիշտ է, մեր հալել քրտինքով աշխատածն է, չէ։ Ըհը։ Հարցեք լավ։ Համով ա։ Գնանք արդեն։ Գնացինք։ Երեխան սենյակում է, ես ուզում եմ գնամ։ Այդ փախնում ես, որ Սեդային չհանդիպես։ Ինչի պիտի փախնեմ։ Չգիտեմ։ Ասում էր, որ քեզ հարցեր ունի տալու։ Սեդան գործեր ունի։ Ասաց, որ ուշ կգա, ես էլ չեմ պատրաստվում այդքան սպասեմ։ Քո գործերի անունն էլ նվեր է։ Ուզում եմ գնամ։ Հելեն, ամեն դեպքում եթե որոշես ամուսնանալ նվերի հետ, ինձ նախապես զգուշացրու։ Էդ ինչի։ Դե որ մինասին սկսեմ տրամադրել, չնայած սենց թենես դու ես տան ճանապարհը մոռանալու ես, բայց ամեն դեպքում էլի։ Հարութ։ Ինչի մասին ես մտածում։ Գիտես, մտածում եմ ոնց անեմ, որ այդ վատ մտքերը ցրեմ։ Որ մենակ լավ բաների մասին մտածես ու միշտ այդտենց ժպտաս։ Մամ, Ինչի քնած չես, բալաս։ ամառը կարելի է մի քիչ ուշ քնել։ Կարելի է։ Մամ, մենակ ես ու դու ենք տանը։ Հա, բալաս։ Մենակ ես ու դու ենք։ Սեդան չգիտեմ ուրա։ Պապատել։ Էլի չգիտեմ ուրա։ Պապան երևի աշխատանքի է։ Մամ, Կներես եւ ես քեզ խոստացել եմ, որ դու էլ ինձ պետքա տխուր չտեսնես, էլ չի կրկնվի։ Վերջ, խոստանում եմ քեզ։ մամ, այն ժամանակ երբ դու ամեն օր չէիր տխրում, մենք իրար ժամանակ էինք անցկացնում։ Դու մի բան մտածում էիր, ինձ 5 րոպե էր տալի, որ պատրաստվեմ գնանք, խանութներով կամ է ինձ գալիս էր դպրոցից էիր վերցնում, տեղ էինք գնում, հաց ուտենք։ Իսկ հիմա ամեն օր մենակ տենում եմ, որ տխրում ես։ Ես քեզ խոստանում եմ, որ դու ինձ էլ տխուր չես տեսնի, իմ աղջիկ։ Իսկ հիմա գնա քնի։ Գնա սիրտս։ Խոստացել ես։ Պապատ աշխատանքի է, հա։ Կասկածում եմ։ Ես գնամ արդեն։ Լավ ես, չէ՞։ Հա, լավ եմ։ Բայց ոչ մեկի չեմ ասի, թե ինչ է այսօր եղել։
բայց մենք այդ մասին խոսելու ենք։ Հիմա հարցեր չեմ տալիս, չեմ ուզում որ լարվես, բայց այ վաղը ամեն ինչ մանրամասն պետք է պատմես։ Ինչի՞։ Ոնց ինչի։ Բա տենց թողնելու ենք անցնի գնա, չիմանանք ովքեր են։ Լավ։ Այսօր չեմ հարցնի։ Թող ամեն ինչ անցնի, կգնաս կհանդարտվես, հետո կխոսենք։ Ու հետո դու որ նեղվում ես, ես 1000 անգամ ավելի շատ եմ նեղվում։ Մի տեսակ հարազատ ենք դարձել, չէ՞։ Ամաչելու կարիք չկա, կարող է լավ ընկերներ ենք դառնում։ Իդեպ այդ ընկերների բահա ասացի, որ չկարմրես։ Հարութ, լավ, վերջացրու, արդեն… Ինչ, արդեն չափերս անցնում եմ։ Չէ, ուղղակի… Ուղղակի ինչ։ Չգիտեմ, լավ, ես գնամ արդեն։ Վաղը խոսելու ենք այս մասին։ Ասածներս մասին հիշում ես, չէ՞, ինձ տեղյակ ես սպանում քո շարժի մասին։ Հա, կփորձեմ ուղղակի մի տեսակ չեմ պատկերացնում ոնց է տենց ստացվելու, որ ամեն քայլիս մասին քեզ տեղյակ պահեմ, հատկապես որ մենք անգամ ընկերներ չենք։ Լուրջ, այդ ով քեզ ասաց։ Լավ, ես գնամ արդեն։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Կարիք չկա։ Հիշի, որ միշտ կողք գտեմ ու կյանքում չվախենաս։ Լավ, ես գնամ արդեն։ Սյուզի։ Ինչ։ Զարմացար որ արթուն եմ։ Մտածում էի բոլորը քնած կլինեն ու չեն տեսնի որ ժամին ես տուն գալի, հա։ Բայց ինչի ես գոռում։ Որովհետև դու ժամին նայելու սովորություն չունես։ Այդ փորձանքները հերիք չի, հա։ Չես բավարարվում, նորն ես ուզում։ Սյուզի, դու ընդհանրապես քեզ հասկանում ես։ Մեկ լավ ես իմ հետ, նույնիսկ շատ լավ, մեկ էլ շատ վատ ես։ Կլինի գոնե դու կողմնորոշվես ինչ վերաբերմունք ունես իմ հանդեպ, ես էլ հասկանամ լավ ես թե վատ։ Այս տանը ոչ մեկ լավ վերաբերմունքի արժանի չի։ Ոչ դու, ոչ էլ աղբերդ։ Ուր ա միջև հիմա չկա։ Ու զանգում եմ զանգերից չի պատասխանում։ Դու էլ քեզ երբ հարմարա գալիս ես տուն, երբ հարմարա գնում ես։ Բայց չգիտես ինչի, այս տան չարն ու վատը ես եմ դուրս գալիս։ Իսկ դուք ձեր վերաբերմունքը տեսել եք։ Կարող եմ մի հատ վերանայեք։ Պարզա։ Մինասի վրա ջղայնացածս ես եմ տուժելու։ Չէ, միևնույնն է, Մինասը որ տանը լիներ, քեզ ասելու էի այսքանը։ Իսկ հիմա ինձ ասա ուր էիր։ Կարևոր չի ուր էի, կարևորն է, որ ես հիմա տանն եմ։ Հա, փաստորեն չես ասելու։ Չէ, չեմ ասելու, բացատրություններ ոչ մեկին չեմ տալու։ Շատ լավ։ Իսկ ես Մինասին կասեմ, թե որ ժամին ես եկել։ Ինձ չես պատմում, Մինասին հո կպատմես։ Բարի գիշեր, Սյուզի։ Բարի գիշեր։ Լավ, արի մի պահ մոռանանք Հարութի ու Սեդայի պատմությունը։ Ես նվեր։ Ով եմ եղել ես։ Ինչ եմ ես քեզ արել։ Ինչի ես դառա քո զենքը։ Էլ ուրիշ մեթոդներ չունեիր։ Մեթոդները շատ են, բայց սա ամենահարմար տարբերակներն են։ Խոսում ես ժամին որ զբաղված է։
Կարամ իմանամ ում հետ էիր խոսում այս ժամին։ Կարող է խանգարեցի։ Ուղղակի ես քեզ էի զանգում, դու ինձ, դրա համար երևի սպառված ես ցույց տվել։ Լուրջ։ Եթե տենց է, ուրեմն ուրախանալու առիթ կա։ Ինչի՞։ Չէ, հեչ, ուղղակի։ Ես ուղղակի ուզում եի իմանալ դու նորմալ տուն հասել ես, թե չէ։ Սեդ պետք չի արդարացնես զանգը, թե ինչ ես ինձ զանգում։ Ես քեզ ասել եմ, որ երբ ուզես կարող ես զանգել, ու ընդհանրապես ես միշտ էլ սպասում եմ քո զանգին։ Չգիտեմ ճիշտ եմ անում թե չէ, բայց ուզում եմ որ իմանաս։ Ինչը։